Օրերս պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի մաքսային եւ հարկային ոլորտներում հմտությունների զարգացման հասանելիություն էլեկտրոնային ուսուցման միջոցով ծրագիրը, որն ուղղված է ՊԵԿ ուսումնական կենտրոնի մաքսային եւ հարկային ուղղություններով հավաստագրված նոր կրթական ծրագրերի թվայնացմանը։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաեւ մշակել եւ ներդնել նոր կրթական մոդուլներ, տվյալագիտություն, թվային գործիքների կիրառման եւ առաջնորդության հմտությունների զարգացման ուղղություններով։ Հարկաուսուցման ձևաչափից դեպի թվային լուծումների անցումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության մարզերում ապահովելու ոլորտների նկատմամբ հետաքրքրություն ունեցող թիրախային խմբերի համար մասնագիտական հմտությունների զարգացման առավել լայն եւ ներառական հասանելիություն, նպաստելով որակյալ մասնագիտական ներուժի ձևավորմանը։ Պաշտոնական գործարկմանը նվիրված միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների, գործընկեր եւ ոլորտային փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամրազյանի խոսքով ծրագրի իրականացումը ապահովում է ոչ այնքան թվային հարթակի ստեղծում, որքան միջոց գիտելիքի տարածման հարցում։ Ըստ նրա պետական եկամուտների կոմիտեի համար մարդկային կապիտալի զարգացումը ռազմավարական մոտեցում է, որով առաջնորդվում է կառույցը։ Այս ծրագիրը հատկապես կարևոր է երկու հիմնական գործոնով պայմանավորված։ Առաջինը հավասար հնարավորություններ, այսինքն մենք վերացնելու ենք աշխարհագրական խոչընդոտները, այսուհետ մաքսային եւ լոգիստիկ ոլորտի մեր մասնագետները անկախ նրանից, թե Հայաստանի որ համայնքում են աշխատում, կստանան որակյալ կրթության հավասար հասանելիություն։ Եվ երկրորդը արդիականությունն է միջազգային առևտրի եւ լոգիստիկայի արագ փոփոխվող միջավայրում պահանջվում են նոր հմտություններ, տվյալագիտություն, թվային գործիքների կիրառում եւ առաջնորդություն։ Էլեկտրոնային ուսուցումը մեզ թույլ կտա արագ արձագանքել այս մարտահրավերներին եւ պահպանել մեր մասնագետների մրցունակությունը։ Միջոցառմանը ներկա վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի գենդերային եւ տնտեսական ներառման բաժնի տնտեսական վերլուծաբան Դագմարա Չվալովսկան ողջունելով ներկաներին ընդգծեց վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը հպարտ է, որ երկար տարիներ Հայաստանի վստահելի գործընկերն է։ Մենք աջակցում ենք պետական եկամուտների կոմիտեին թե մաքսային եւ լոգիստիկ կենտրոնում իրականացվող մեր ներդրման, թե այսօր մեկնարկող տեխնիկական գործակցության ծրագրի միջոցով։ Այսօր մեկնարկող նախաձեռնության շրջանակում կթվայնացվեն մաքսային ոլորտի հավաստագրված վերապատրաստման ծրագրերը եւ դրանք հասանելի կդառնան Հայաստանի ամբողջ տարածքում։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի մեկ այլ պաշտոնյա Վեյ Բայգուն, որը հանդիսանում է Թայվանի ներկայացուցիչը Մոսկվայում, իր խոսքում նույնպես բարձր գնահատեց ուսուցողական ծրագրերի անցկացումը, ընդգծելով դրա կարևորությունը գործակցության արդյունավետության տեսանկյունից։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Երևանում եւ մասնակցել այս ծրագրի մեկնարկի միջոցառմանը։ Մենք ապրում ենք առաջատար տեխնոլոգիաներով պայմանավորված ժամանակաշրջանում։ Վերջին տարիներին Հայաստանի արձանագրած առաջընթացը տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտներում իսկապես տպավորիչ է։ Մեզ համար մեծ ուրախություն է տեսնել, որ պետական եկամուտների կոմիտեն մաքսային վարչարարությունում ներդնում է թվային տեխնոլոգիաներ։ Հետաքրքիր է, որ Թայվանն ու Հայաստանը մաքսային կառավարման ոլորտում ունեն նմանատիպ տեսլական։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղությունները, նախատեսող գործողություններն ու ակնկալվող արդյունքները։ Այնուհետև տեղի ունեցել քննարկում էլեկտրոնային ուսուցման եւ թվային գործիքների դերի ու ազդեցության վերաբերյալ։